Եթե մի ժամանակ գյումրեցիները դեմքով ճանաչում էին միայն թափառողջներին, ապա այսօր այդ ցանկին ավելացել են քաղաքի փոսերը։ Թե ում փորած փոսն են ընկել գյումրեցիները, վերջիններս կարող են շատ երկար խոսել։ Միայն թե ժամանակն է քիչ, պետք է հասցնել աշխատել, որպեսզի կարողանան վճարել գազի, լույսի, ջրի եւ մեքենաների վերանորոգման համար։ Կալոս կտարակի, բանտաժ գճարտե, պամպեր գճարտե, ամորտիզատոր գթապի, ռեզինները գկտրե։ Հələ չհաշված որ փոսերից փախցնելուց է վտարներ կեղնի։ Վթարներ, անհարմարություն, չպլանավորված ծախսեր։ Հայաստանի Հանրապետությունում աճող տնտեսության ֆոնին ընկնում է վարորդների տրամադրությունն ու եկամուտները, եթե չի հաջողվում շրջանցել քաղաքի փողոցների փոսերը։ Հիանամ գես փոսերի վրա։ Լրիվ անդերություն է։ Եկամ դարգի որ կնաս, պարտադիր պիտի մուծես, բայց թե ճանապարհներով պիտի շինե, Աստված գիտե։ Ձմռան վերջինն ակնհայտ է դառնում կարկատված փողոցների անորակ աշխատանքները։ Ճիշտ որ կուզես իմանաս հիմնական երազ ասֆալտն էլ որակով չէ։ Որն էլ որա քիչն որակով է, էդ էլ ջերմուղն ու էլցանցը կքանդե կդարձնե նորից անորակ։ Վարորդներին հարցնում ենք կա բարեկարգ փողոց Գյումրիում, թվարկում են հատուկ էնտերը։ Կա, մեր փողոցը Լենինգրադյանից մինչև Պաբեդա։ Էլ նորմալ փողոց չկա։ Մեկ է ինտերնացիոնալը։ Որոշ չափով։ Շիրագացին է բադ, Մուսայլյան փողոցը ավելի բադ է, որը նախկինում ասում են 40-ին է, մի Մուսայլյան փողոցն է, այլը վաբշե ավերագներ է, պես նորմալ ճամպեք չկա։ Պարուսեբակը վաբշե քանդված է, Չարենցը ավերագ է վաբշե։ Բարեկարգ փողոց մենակ Բազգեն Սարգսյանն է, Սայատնովան Բազգեն Սարգսյան, մինչև հաղթանակի պողոտա, մեկ է բան Երևանյան խճուղին ու վերջ։ Գյումրու տարբեր թաղամասերում վարորդների արձագանքը գրեթե նույնն է, ճանապարհների վիճակը գնահատում են շատ վատ։ Խնդիրը միայն անհարմարությունը չէ, խոսքը նաև ֆինանսական բեռի մասին է։ Չպլանավորված ծախսերը կուտակվում են հատկապես նրանց համար, ովքեր մեքենայով են աշխատում։ Միավոր վիճակի ակտորսին ցենք։ Եթե նորմալ են ճանապարհները, քիչ կան էլի բարբերի մոտ այցը։ Ավելի շատ ավտոները չինենք, քան օգուտ կբերենք։ 100 դրամով, 60 դրամով ինչ պետք է օգուտ դու քաղես։ Խոշոր փոսերից խուսափելու համար վարորդները նաև ճանապարհային երթևեկության կանոններ են խախտում, իսկ որ շատ հաճախ է լինում, խախտում են շատ փողոցներում չեղացած գծերը։ Եթե փոսը շատ խոշոր է, այդ փոսի մեջը մտնես լավ է ավտոն չարտես, թե խախտումն ենես մե 5000 դրամ տանից խախտում մոծես։ Քաղաքային իշխանությունը օրերս իր պաշտոնական էջում էր նշել ժամանակավոր խճապատման աշխատանքների մասին։ Ակնհայտ է, որ էլի գարուն կգա, կբացվի ճանապարհի շինական աշխատանքների սեզոնը, բայց անհայտ է մեքենաները մինչև երբ փոսերին կմնան։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։